Գյումրու ավագ դպրոցներում նորընդունված աշակերտների թիվը ոչ բոլորին է գոհացնում։ Անցած տարվա համեմատ աշակերտների թվի աճ նկատվում է օրինակ թիվ 37 ավագ դպրոցում, այլ պատկերը սակայն թիվ 2 ավագ դպրոցում։ Ընդունել ենք ավագ դպրոցներից 57 աշակերտներ, բայց ընդանուր մեր դպրոց 107 աշակերտներ են այս տարի ընդունվել տարբեր օղակներում և միջին օղակում և ավագ օղակում։ 17 դասարանի աշակերտների թիվը ներկա պահին 100-ն են։ Ես գոհ եմ արդյունքից, կարող եմ ասել, որովհետև անցած տարվա համեմատությամբ այս տարվա աշխատանքը ահագին երևում է։ Ավելին ենք սպասում, այս պայթրությամբ ավագ օղակում ընդունվել է 40 10-րդ դասարանցի և մոտ 10 աշակերտ 11 և 10-րդ դասարանի։ Փաստորեն մոտավորապես 50 աշակերտ ենք մենք ընդունելություն կատարել ավագ օղակի դասարաններում։ Գյումրու որոշ ավագ դպրոցներում աշակերտների թվի նվազումը բացատրվում է տարբեր գործոններով։ Նախ ավագ դպրոցների վարժարանների մեծ քանակով, ապա շատ աշակերտների միջին մասնագիտական արհեստագործական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու հանգամանքով։ Քանակային առումով ավագ դպրոցների քանակը շատ է։ Այս պահի դրությամբ, այս պահանջարկի պարագայում։ Շատ է ավագ դպրոցի ընտրում։ Ինչու՞։ Չգիտեմ։ Ինչու չեն ընտրում։ Երևի դժվար է այդ գործը ու ամեն մեկի համար չի երևի այդ գործը։ Փորձում եմ գիտելիքներս խորացնել ավագ դպրոցում ուսման մեջ հաջողություններ ունենալու համար։ Հանրապետությունում պարտադիր կրթության նվազագույն աստիճանն այսօր 9-ամյա է։ Կառավարությունում քննարկվում է նվազագույն աստիճանի բարձրացում և 12-ամյա պարտադիր կրթության աստիճանի հաստատում։ Թե այս դեպքում հիմնական կրթությունն ավարտած դպրոցականների թիվը կավելանա ավագ դպրոցներում, դեռ կոնկրետ պատասխան չունեն դպրոցների աշխատակիցները, քանի որ այս դեպքում ևս դպրոցականների մեծ մասը գուցե նորից նախընտրի կրթությունը շարունակել միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնարաններում։ 12-ամյա պարտադիր կրթության անցկացման պարագայում կավելանա հոսքը դեպի ավագ դպրոց, բայց նաև չի բացառվի, որ էլի շատ շրջանավարտներ 9-րդ դասարանի իրենց ուսումը շարունակեն մասնագիտական միջնակարգ հաստատություններ։ Երբ որ հիմնական դպրոցից աշակերտը պիտի գա ավագ դպրոց, 2 տարի խնդիրներ ունեցան դպրոցների, մանավանդ այն դպրոցներ, ովքեր շուտ դարձան։ 9 տարի սովորում են մի դպրոցում, հետո պիտի գան այն
դպրոց, որտեղ իրենց ընկերներ չկան, դե բոլոր չեն ընտրում ավագ դպրոց։ Ինքը խնդիր էր, բայց եթե այս տարի ենք նայում, ինձ թվում է արդեն այդ խնդիրը լուծվում է։ Եվ այստեղ կարող եմ ես փաստել մի կարևոր փաստ, որ կրթության գիտության նախարարության ուշադրության կենտրոնում է եւ հենց մեր նախարար ուշադրության կենտրոնում են ավագ դպրոցները։ Մասնավորապես Գյումրիում ավագ դպրոցների ցանցը վերանայվելու է կրթության եւ գիտության նախարարությունում, քննարկվելու է ավագ դպրոցների կրկին վերակազմակերպման հարցը։ Ներկայում այս մասին այլ տեղեկություններ չկան եւ ավագ դպրոցների տնօրենները սպասում են վերադասի հանձնարարականներին։ Անիմը Կրչյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։